Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենահարուստների 2025 թվականի ցուցակը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը, միլիարդատերերի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ միլիարդատեր։ Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվում գերության մեջ ոչ միայն պահպանել է դիրքը, այլ նաև կարողության աճ է արձանագրել։ Նա նաև հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։ Forbes ցուցակի համաձայն աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողությունը վերջին տարում աճել է 2.1 միլիարդ դոլարով և կազմել 5 միլիարդ դոլար։ 7 հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 717-րդ հորիզոնականում է։ Արգենտինահայ 92-ամյա Էդուարդո Էրնեկյանը ցուցակի 1072-րդ հորիզոնականում է, 2024 թվի համեմատ նրա կարողությունն աճել է 0,4 միլիարդ դոլարով և կազմել 3.4 միլիարդ դոլար։ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 59-ամյա Սամվել Կարապետյանը 2025-ի ցուցակի 1141-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.2 միլիարդ դոլար, 2024-ի համեմատ արձանագրվել է աճ 0.3 միլիարդ դոլարով։ Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 57-ամյա Սերգեյ Գալիցկիի կարողությունը 3.2 միլիարդ դոլար, 2024-ի համեմատ այն նվազել է 0.1 միլիարդ դոլարով։ Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1141-րդ հորիզոնականը։ Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 51-ամյա Անդրեյ Անդրեևի կարողությունը 2.1 միլիարդ դոլար է։ Նա ցուցակի 1688-րդ հորիզոնականում է։ 44-ամյա Քիմ Քարդաշյանի կարողության չափը չի փոխվել, կրկին կազմելով 1.7 միլիարդ դոլար։ Նա ցուցակի 2019-րդ հորիզոնականում է։